տեսնում Հայաստանի հաջորդ ղեկավարի։ Քոչարյանի։ Որովհետև ես ապրել եմ այդ ժամանակ ընթացքում ավելի լավ է, քան թե հիմա։ Հեշտ էր ապրելը, ճիշտ է, ամեն ինչ չկար, բայց հեշտ էր։ Իսկ հիմա ամեն ինչ կա, շատ դժվար է։ Роберт Кочарян, и все. Он взял у Левона Петросяна обворованную, разгромленное государство, на ноги поставил экономику, вооруженные силы, система образования. Вообще деградация системы образования. Я сама учительница, нету системы образования. Вот он сделал это. И мы себя защищенно чувствовали. Беззаботная жизнь. А сейчас что, 7 лет это только сдает. Все, земли сдает. Ничего не делает. Ничего. Потери, одни потери. Ռոբերտ Քոչարյանի, որովհետև այդ մարդը մի անգամ արդեն հաստատել է, որ ինքը ուժեղ մարդ է։ Իմ սիրտն ու հոգին ցավում է իմ Արցախի համար, իմ հայրենիքի, իմ Հայաստան աշխարհի համար։ Ես մեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը ու տեր կկանգնի մեր Հայաստան աշխարհին։ Ինքը շատ ուժեղ ղեկավար է եղել, տնտեսությունն է զարգացել, բանակը զարգացել, Հայաստանը ոտքի է կառուցել։ Քիչ է։ Այդքան ամեն ինչ ասում է։ Մեծ հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը կարող են հաղթել այս իրավիճակում եւ ամենից կարևորը երկիրը հիմա գտնվում է շատ վտանգված վիճակում, վտանգված է թե անվտանգությունը, թե ամեն ինչ։ Պետք է մարդ, որ կարողանա երկիրը հանել այս վիճակից։ Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանն իմ կողմնակիցն եմ, լավ ղեկավարել է, առաջի հերթին ապահովել է, խաղաղություն է եղել, կառույցել է, պատերազմ չեղել, այդքան է։ Եթե ընտրվի ավելի լավ կլինի, կուզեմ որ ընտրվի։ Մեր տեխնատում Քոչարյան Ռոբերտն է ու վсё, այդքան ասված է։ Դե ինչ բացատրեմ, որ բացատրեմ ստուտկեքով դի բացատրեմ։ Ինչ որ եմ վախտա փոխը, հիմա կրկնակի կփոխի։ Միակ քաղաքական գործիչն է Հայաստանում, ով ապացուցել է իր աշխատանքով, մի անգամ Հայաստանը շատ ծանր վիճակից ոտքի է կանգնեցրել, ես համոզված եմ այս անգամ առավել եւս լավ աշխատանք է կատարելու Հայաստանը ոտքի է կանգնացնելու։ Բացարձակ չեմ կասկածում։ Ռոբերտ Քոչարյանի ես հետը առաջի պատերազմում Ղարաբաղի մասնակցել եմ, իրեն ճանաչում եմ այն ժամանակվանից, ես գիտեմ իր վիճակը, իր ուժը, իր արդարությունը, դրա համար սատարում եմ իրան։ Նախագահ եղած ժամանակ սուտ չի խոսացել, ինչ ասել, ինչ խոսքատվել կատարելա եւ վստահ եմ որ նորից կատարի Հայաստանը ոտիկ կանգնի։ Հիմա տանում են ցույց են տալիս իր սարկած տները։ Բանում են հրապարակի թաղամասը։ Ով գալիս է նրան դեղ են տանում, խե են դեղ տանում բա։ Տանեմ են ուրիշ տեղ։ Ես ապրել եմ իր կառավարման տարիներին, 10 տարիներին եւ շատ գոհ եմ։ Եվ իմ հիշողության մեջ տպավորված է։ Եվ այդպես ցանկանում եմ, որ ինքը նորից գա իշխանության։ Այն ինչ որ մենք տեսել ենք 90-ականներին, քայքայված, ավերված Հայաստանը, քանի ամսում ոտքի հանեց։ Ես ուզում եմ այն իր չոր հայացքով ինքը մի անգամ նայի Ալիևին, տենամ Ալիևը ինչ կանի, ասեմ շարունակություն է ստորի համար, որ է ստորը կզած Ալիևի դեմը չոքած քաշ է գալի, կարծում եմ այդ ժամանակ Քոչարյանը երբ որ իր չոր հայացքով նայի Ալիևին, Ալիևը կչոքի իր առաջ, մենակ այդքան իր հայացքը իմ համար ամեն ինչ է։ Այդքան 100,000 ժողովուրդը հետ եկա, գոնե Քոչարյանը որ լիներ 100,000 ժողովուրդը հետ չէր գա 100%։ 21-րդ դարում այսքան ժողովրդին քոչվորի նման բերին ոնց որ դեղավ 15 թվինը։ Սա էլ ինչ տարբերություն, նույնն է էլի։ Դրա համար ավելի լավ է ինքը գա, քան ուրիշը։ Հիշում եմ այն տարիները, որ Քոչարյանը ղեկավարել է։ Ահագին լավ ապրել ենք մենք, հանգիստ քնել ենք, ամեն ինչ ունեցել ենք, իսկ հիմա ահավոր վիճակ է։ Մենք չգիտենք մեզ ինչ է սպասվում վաղվա օրը, բայց հույս ունենք, եթե Քոչարյանը ընտրվի, մենք
երկիրը կծաղկի նույն ձևի ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, որ ինքը ոտե կանգնացրեց մեր երկիրը։ Ամեն ինչ ունեցա, գազը, ջուրը, մարդիկ սկսեցին ապրել, աշխատել, սովորել, ամեն ինչ։ Հանգիստ քնել եք, հանգիստ փողոցով քայլել եք մենք։ Չենք վախեցել, որ մեզ բռնեն, կալանավորեն կամ մի խոսքի համար։ Իսկ հիմա ինչա կատարվում։ Մենք պետք է ստեղից գնանք, էլ ճար չունենք ապրելու։ Եթե ընտրվի բանա, Փաշինյանը,